Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս։ Բաքվից Երևան, իսկ հետո նաև անձնական կյանքը դասավորելու հետքերով։ Պատահական ամուսնություն ու ամբողջ կյանքում կնոջ հարազատների կողմից ընդունված չլինելու պայքար։ Իսկ կնոջ մահից հետո այսօր Ալեքսանդրը միայնակ է պայքարում։ Իր որդիների վաղվա օրվա և սեփական ապագայի համար պայքարը Ալեքսանդրին բերեց երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար՝ Հայրիկ, կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր առաջին հյուրը Ալեքսանդր Դավիդովն է, նա այստեղ է։ Բարի երեկո, պարոն Դավիդով, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ 89 թվականին տեղափոխվեցիք Հայաստան։ Հայաստան։ Որտեղից տեղափոխվեցիք։ Բաքվից։ Այնտեղ եք ծնվել, մեծացել։ Այո։ 25 տարի այնտեղ եմ ապրել։ Եկել եմ Էջմիածին, այնտեղ Վարշավայում էի ապրում։ Հետո ախպերս եկավ Զիբիլի գարաժը, ասեց արի ստեղ ես քեզի հանրակացարան տամ։ Եկա հանրակացարան 2 հոգի, ես ու մերես։ Հիմա մերես չկա, մահացել է։ Մտա Զիբիլի գարաժ, ես ավտո փագանագործ եմ միջով հիմա։ Ինչպես ծանոթացաք ձեր կյանքի կեսի հետ, համենայն դեպս այսօր ստեղծված իրավիճակը մի բան է փաստում, որ ձեր կյանքի կեսը հենց ինքն էր։ Այնտեղ, հա, այնտեղ մի հատ էլ հանրակացարան կա։ Այնտեղ 5 երուն էի։ Այդ մեր մոտ ցույց տվեց փողոցում մոտիկացա ծաղիկ վեկալը, մոտիկացա։ Հենց այդ րոպեին։ Ինչպես ռուսն է ասում, «Не отходя от кассы». Не отходя от кассы, որ դուս այք այդ տնից, տեղը այդում։ Մի անգամից ծաղիկներով դիմավոր։ Մի անգամից ծաղիկների դիմավոր։ Չասեցիք ինչ առիթով են ծաղիկները, թե ասեցիք։ Ասեց դու ես, ասում ես Սաշիկն եմ։ Ես քո ասում ես քո անունը գիտեմ։ Իր անունն էլ Իրինա էր։ Իրինա էր, ասում Էթանք ես քեզի ճանապարհեմ, ուր ես էդում։ Բայց չէ, պետք չի, ասում չէ, գնացինք։ Էդ մեր ռայկոմ։ Գնացինք ճանապարհի, բան, մտավ հաց արավ, չեմ հիշում հիմա, դարձին 11 տարի անցել է։ Հաց արավ, բան արավ, էլի նորից բերեցի տուն ու վերջ։ Ու վերջը ուսկիզ երևի։ Այլ, ուսկիզ։ Հա։ Մորս վեկալեցի։ Քարծրավենիքով, շամպայնով։ Շամպանյով, ծաղիկով, գնացինք իր մորը մոտ, մերը քուրը ինքն էր։ Ապրում եմ այդ հանրակացարանում։ Ասենք սենց բան է, էլի։ Սենց առիթ կա։ Եկել ենք, մերս ասում է, եկել ենք դեր աղջկանը ուզենք։ Բա սպասեք, պապաս Մոսկվայից գա, հետով։ Սպասինք մի 2 ամիս, Մոսկվայից եկավ, պսակեցինք։ Բայց ասում էին, զոքանչը ձեզ այդքան կողմ չէր, դեմ էր ձեր։ Դեմ էր, հա, դեմ էր, հա։ Բա այն նենց եք նկարագրում, ոնց որ աչքի լույսն է կտրվել էր, որ ձեզ ամուսնացնեք Իրինայի հետ։ Չէ, այդ աղջիկը ասել է, որ ես իրան սիրում եմ։ Չի ամուսնացել է, փախել է պարզապես Իրինան, ինչի մասն է խոսքը, հիմա տարել եք ձեր տուն։ Ավտոն վեկալը եկա իջա, ասում էդը մեկ ծնունդ։ Հետո պրամոյ զովունի։ Տարակ ծնունդ, հետո էլ այդտեղից տարակ մեր տուն։ Իրինան չփոշմանեց, ոնց որ հասկանում եմ, որ եկել էր։ Իսկ տան անդամները, մայրը, հայրը Մոսկվայից արդեն եկած չեկան հետևից։ Չէ, ով կթողի որ տանեն տուն։ Բերինք մեր տուն, սեղան գցինք, նստանք։ Ստիպված համաձայնեցին էլ, ինչ պետք է։ Հա, բա ինչ պետք է անենք։ Իսկ հետագա կյանքում զոքանչի հետ ինչպես էր հարաբերությունները։ Տեսենք։ Այդ փախցնելու պատճառով սենց։ Չէ, вообще դուրս չէր գալի։ Ինչի։ Չէր գալի։ Այն անեկդոտի զոքանչներից էր։ Անեկդոտի զոնքաչը որն է։ Դե որ վատ բաներ են պատմում։ Չէ։ Նոր բաներ հետո ասում պետք մեկ Մոսկվա մեզ էլ տարեք։
Բայց չէ, փող չունենք, աշխատեք, դուք արեք։ Ձեր համատեղ ամուսնությունից առաջին երեխան ծնվում է 97 թվին, Ռոբերտը։ Էդի անումը տվել եմ իմ աղբոր անումը։ Երկրորդը 98 թվին, Սուրիկը, էդը հորողբորուս անումն է։ Հենց հիմա փոքրիկ դադար, որից հետո մենք վերադառնում ենք կիսաբաց լուսամուտների տաղավար, իրականում ցավոք սրտի ծափով եւ ծիծաղով չէ, որ պատմությունը շարունակվում է։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել, մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին եւ ջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Հայրիկ կիսաբաց լուսամուտներից ներս բարի երեկո, եթե մեզ հետ եք։ Հիշեցնում եմ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին, մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ մեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում, կամ զանգարեք թեժգի 060 50 33 17։ Մենք շարունակում ենք զրուցել պարոն Ալեքսանդրի հետ եւ այսպես ցավոք սրտի ոչ ուրախալի փաստով է շարունակվում կյանքը եւ այն ամենն, ինչ տեղի է ունենում դրանից հետո։ Պարոն Ալեքսանդր, ինչ է տեղի ունենում 2000-ական թվականների սկզբին։ Հիվանդացելը, խառնվելը, մահացելը։ Ինչից։ Ես վախից է ինչը։ Ձեր կնոջ առողջական վիճակի մասին էր խոսքը։ Մինչև 2003 թվականը Իրինայի մոտ որևէ խնդիր կար։ Հա, երեխեքին վեկալելը գիշերվա կեսին։ Այդ հիմա ռայկում զանգıma մորը։ Արա գիշերվա կեսին ինչ գործունես զանգը այդ մեզ դե առաջ բուտկեք էր, չէ, ռայկոմում որ զանգում ես Ռուսաստան բան։ Հանգիլա եկել եմ ասում ինչ այլ։ Էս ուր ես։ Բազանգել է մաման որ գա։ Մաման եկել է մի երկու օրից։ Գիշերը մի սենյակում քնած ենք, մի 4-5 հոգի։ Ես գետնին եմ քնած, դա մի սենյակ է իմս։ Գետնին քնած ժամը 7-ին ինձ ասում են հել, չկա։ Ոնց չկա։ Ձեզ է չէր քնած, ես է քնած եմ։ Դուս ա եկել, հետո գնացինք գտանք։ Կինն էր դուրս եկել։ Ուր էր գնացել։ Ես շատ գիտեմ։ Ալեքսանդր, հոգեկան պրոբլեմներ ունեցել է ձեր կինը։ Չէ, սկզբից չէի բանալ։ Նորմալ ամեն ինչ։ Չէր աշխատում, ես չէի թողում, որ ինքը աշխատի։ Նստի երեխեքին նայի։ Իսկ քանի տարեկանում երեխա ունեցավ։
69 թիվն է, 97 թիվին ունեցել է։ Իսկ ինչպես էին արտահայտվում նրա մոտ այդ հիվանդության երևույթները։ Ինչ էր անում։ Մի քանի բառով կարող եք նկարագրել։ Դες հենց սկզբից ասում եք խառնվել է, բան արել։ Տարանք ավան բժիշկի։ Նայեց, ասեց հա, բան կա, դեղ-մեղ գրեց։ Ինչն էր խնդիրը, ինչ ախտորոշեցին։ Չեմ անում, զոնքա չս հետ էցում։ Քանի տարի է ձեր կինը ձեզ հետ չէ։ 11 է, ամսի 29-ին լրանելու է։ 11 տարի է դուք ձեր երեխաներին հայրություն եւ մայրություն միայնակ եք անում։ Հա։ Սովորաբար տղամարդիկ, երբ որ երիտասարդ են լինում, երեխաներն էլ փոքր, միանգամից մտածում են երկրորդ կին բերելու մասին, ով կօգնի կենսականություն ոնց բերենք։ Բայց մտածել եք ամուսնանալու մասին, թե չէ։ Չէ։ Ասում եմ իմ երեխեքն է, ես պիտի պայեմ։ Զուտ բնակարանային պայմանների այդ մեկ սենյականոցի պատճառով չամուսնացաք, թե այլ պատճառներ էլ կային։ Չէ, պատճառ չկա։ Փոքր երեխեք են, բերեմ, ես գործի եմ, շատ եմ իմանում ինչ անելու։ Ես ինքս եմ տանում դպրոց առավոտ։ Իրիկունը բերեմ եմ, բան։ Լավ, երեխաները մեկը 4 տարեկան էր, մյուսը 6 տարեկան էր, երբ որ մահացավ ձեր կինը։ Բնականաբար դուք սկսեցիք զբաղվել բաներով, որոնք երբևէ ձեր պարտականությունները չեն եղել, ենթադրում եմ, եւ նույնիսկ գլուխ էլ չէիք հանում։ Սկզբից դժվար էր, չէ՞։ Դժվար է, ես էի լողացնում, շորերը լվում, ուտել պատրաստում եմ։ Հիմա մեծ տղես պովորական այդմ։ Արդեն պրծավ այդմա բան, պրակտիկա։ Լավ, երեխաներից ամեն մեկն իր նպատակներն ուներ, իր երազանքներն ուներ, որոնք պիտի երևի թե հաշվի առնեիք, ճիշտ է։ Մասնագիտություն ընտրելու եւ մնացածն ընտրելու հարցում։ Ինչ տեսակ էին ձեր երեխաները մեծանում։ Հասցնում էիք բացի նրանից իրականում, որ ասում են կինը կարողանում է փոխարինել, բայց հոր դեպքում դա շատ ավելի դժվար է։ Հասցնում էի։ Չէ, հասցնում էիք զուտ կենցաղային պայմանները, թե հասցնում էիք օրինակ զրուցել երեխայի հետ։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, ամենայն դեպս ասում են երեխաները որփանում են մայրիկից։ Դոբրոց հետում են հետը նստած բան եմ անում, ես չեմ հասկանում հայերեն, չեմ կարող գրեմ, ոչ էլ կարդալ։ Եթե խնդիր լինում էր, ես հետում էի հարևաններին խնդրում եմ, որ գային բացատրեն մի հատ։ Այս հենց էր էլ։ Ալիկ, դուք չսկսեցիք խմել այդ իրավիճակում։ Չէ։ Չկար այդ բանը։ Դե կարող է նոր տարի է։ Չէ, ես ուզում եմ ասել, դուք հասկանում եք, ես ինչի մասին եմ ասում։ Հա։ Ես ուզում եմ հենց հիմա տաղավար հրավիրել նաև ձեր որդիներից մեկին, Սուրենին Աղասյանց, ով կրում է մայրիկի ազգանունը եւ պարոն Վարժան, ձեզ կխնդրենք այստեղ արդեն միանալ մեզ։ Սուրենին հրավիրենք տաղավար։ Ողջույն Սուրեն, ինչով ես զբաղվում հիմա դու։ Ոչի բան։ Ինչ ես անում ամբողջ օրվա ընթացքում։ Մեր հարևանի տունն եմ։ Ինչ ես անում հարևանի տանը։ Կամպյուտեր եմ խաղում։ Այդ ինչ կա հարևանի համակարգչի մեջ, որ անընդհատ այնտեղ ես։ Ինչ խաղ եք խաղում։ Տանգի օնլայն։ Տարբեր խաղեր։ Դու եղբայրդ ինչով ես զբաղվում։ Պովորական։ Դու ուզում ես շարունակել Ռոբերտի ուղղությամբ, թե դու քո մասնագիտությունն ես ընտրել։ Ոսկերիչ։ Ոսկերիչ ես ուզում դառնալ։ Ինչի։ Սիրում եմ այդ մասնագիտությունը։ Այ որտեղից է այդ սերը, ինչ որ մեկին տեսել ես, որ սիրում ես ոսկերչությամբ զբաղվել։ Ով։ Աղբորս ընկերն էլ է ոսկերիչ։ Տեսել ես, քեզ հետաքրքրել է։ Դու համբերատար ես բնավորությամբ։ Չէ։ Ոսկերիչին դա շատ պետք է, որտեղ ինքը շատ մանր գործ է անում։ Գիտեմ։ Դու 8-րդ դասարան ես ավարտել, թե մինչև 12 ես գնացել։ Չէ 8։ 8-ը։
Այսինքն արդեն ժամանակն է, որ դու գնաս որևէ մասնագիտական տեխնիկում, հա, ոսկերչություն սովորելու համար, թե ոնց ես որոշել, ոնց ես անելու։ Քոլեջ եմ եթալու։ Շատ լավ, բայց համբերատարության մասին մտածի, լավ։ Դու շատ փոքրիկ ես եղել, երբ որ մայրիկը հեռացել է, մայրիկի հետ կապված հիշողություններ ունես։ Չես հիշում։ Միայն երևի թե նկարներն ես։ Նկարներն են նայեմ։ Եվ նկարներով ես հիշում։ Երբևիցե մամայի բացակայություն զգացել ես, թե պապան կարողացել է ամեն ինչ անել։ Զգացել եմ բացակայություն։ Որ հարցերում ես օրինակ զգացել։ Որ մայր չունեմ, մենակ եմ։ Չէ, հայրիկը չէր կարողանում քո հետ որպես հայրիկ նույնիսկ լրացնել մայրիկի։ Իհարկե չէր կարող, բայց ինչ որ տեղեր գոնե փորձեր։ Չեմ հիշում, փոքր եմ եղել։ Իսկ որ մեծանում էիր, փորձում էիր պապային օգնել կենցաղային գործերում։ Օրինակ, չգիտեմ, դու պատուհաններն էիր լվանում, եղբայրդ օրվա ճաշն էր եփում։ Թե չկար տենց պարտականություններ ձեր վրա դրված։ Բարձր խոսը։ Կար։ Օրինակ, ի՞նչն էիր դու անում։ Ան գործերը։ Ինչը։ Աման էի լվում։ Աման էիր լվում, լվացք էիր երևի թե անում։ Ասելի։ Ամեն ինչ հայրիկի հետ թե միայնակ էիք անում դուք դա։ Մենակ, աղբերս է օգնում էր։ Դու եւ եղբայրդ էիք ամեն ինչի հեղինակը։ Ես գիտեմ, որ մի հարցում դու ու հայրիկը իրար հետ երբեք ընդհանուր լեզու չեք գտնում։ Դու ֆուտբոլասեր ես, հայրիկդ ոչ։ Որ թիմի երբագուն ես։ Ռեալ Մադրիդ։ Օ, հիմա ինչքան չսիրողներ դու ունես Բարսելոնայի ֆանատներից։ Ես մոտավորապես պատկերացնում եմ հիմա ինչ է կատարվում հեռուստաէկրանների առաջ։ Լավ, եթե պապան չի սիրում, ֆուտբոլ ում հետ ես կիսվում, ում հետ ես քննարկում ֆուտբոլային հանդիպումները։ Ես նայում եմ, ինքն էլ է հետս նայում ստիպված։ Ստիպված է նայում, հա, այս դեպքում։ Սուրեն ջան, դու ինչ ես միջև 8-րդ դասարան սովորել։ Միջով 8-րդ դասարանն են մեր դպրոցը։ Սուրեն ջան, սովորաբար պետք է դու ավելի շատ արվեստին, մշակույթին մոտ լինես, որպեսզի կարողանաս ոսկերչությամբ զբաղվես։ Ինչպես նաև պետք է շատ լավ իմանաս, թե մենք ինչպեսի պատմություն ենք ունեցել, որպեսզի քո կատարած աշխատանքները ավելի բնորոշ լինեն մեր երկրին։ Իսկ ես ինչ որ հետաքրքրվել ես, թե ուղղակի ամեն օր ես խաղեր խաղում ու դեռևս չես հետաքրքրված քո մասնագիտությամբ կամ արհեստով։ Չէ, չեմ հետաքրքրվել։ Իսկ երբ ես պատրաստվում ավելի այնպես անես, որպեսզի կարողանաս հայրիկիդ նեցուկ լինել, կարողանաս իր բոլոր աշխատանքներում իր կողքին լինել եւ ինչ որ չափով գումարով էլ օգտակար լինես իրեն։ Ամառը աշխատում էի։ Ինչով ես զբաղվում։ Մեր հարևանի հետ աշխատում էի։ Ինչ ես աշխատել, հարցը դա է։ Ինչ աշխատանք ես անում։ Կաֆել էր խփում, ես այդ ցեխ էի բացում տալի։ Բանվորություն ես արել։ Բրավո, կեցես։ Ձեր պատմությանը ծանոթ է նաև մի անձնավորություն, որն այսօր մեզ հետ է, Աստղիկ Հակոբյան, ողջույն Աստղիկ, շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հենց դուք եք, որ գտակ այս ընտանիքին, լուսավորեցիք ու ոչ միայն նրանց, այլ մի քանի հայրերի, որոնք ստիպված մենակ են իրենց երեխաներին մեծացնում։ Կյանքի բերումով։ Այո, այդպես է ստացվել։ Ես ցավում եմ, որ հայրիկների, այսպես ասեմ, մեծ մասը այստեղ չի, որովհետև իրականում այս ընտանիքների, այսպես գլխավորները խուսափում են հիմնականում ներկայացնել իրենց պատմությունը, զրուցել, դժվարությամբ են իրենց տանը հյուրեր ընդունում, որովհետև ես այդ ամբողջ խոչընդոտներին հանդիպեցի աշխատելու ընթացքում իրենց հետ։ Ինչ ֆիքսեցիք հատկապես դուք ու յուրաքանչյուր ընտանիք իր յուրօրինակ լինելը հասկանում եմ, որ դաջել է ձեր հիշողության մեջ։ Պարոն Ալեքսանդրի ընտանիքը ինչով է դաջել այն։ Բոլոր այն ընտանիքների, որտեղ ես այցելել եմ, պարոն Ալեքսանդրի ընտանիքը առանձնանում է սոցիալական վատ վիճակով, որտեղ մնացած ընտանիքները ունեն օգնող ձեռք, բարեկամներ, որոնք օգնում են,
քույր, եղբայր, բայց այս ընտանիքին ես ոնց հասկացա, որևէ մեկը չի օգնում։ Եվ իրենք ապրում են, ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեկ օր անգամ չի ապրի այն սենյակում, որտեղ իրենք են ապրում։ Ես զարմանում եմ անգամ ոնց են իրենք 4 հոգով այնտեղ ապրել, որտեղ դա իսկապես անհնար է, մեկ սենյակ շատ փոքր հանրակացարանային։ Պարոն Ալեքսանդրը ինձ ասաց, որ ինքը երկար տարիներ գումար է հավաքում, որ գոնե դուռը փոխի, որովհետև իսկապես շատ վատ վիճակում է։ Ու ասենք, եթե դուռը ծառայում է որպես զգեստապահարան, այդ ինձ թվում է ամեն ինչ ասում է արդեն տան մասին։ Ռոբերտը աշխատում է, օգնում է հայրիկին, բայց Սուրենը ոնց հասկացա, մի փոքր ավելի կամակոր է։ Պարոն Ալեքսանդրն էլ ասեց, որ ինքը ավելի շատ սիրում է քնել, հանգստանալ։ Ես կարծեմ, Սուրեն, եթե չեմ սխալվում, դու ինչ որ տեղ հաճախել ես սովորելու, չէ՞, քոլեջ, դպրոցից հետո։ Քոլեջ։ Իսկ ինչ եղավ, որ չշարունակեցիր այդ։ Չընդունեցին գնահատականների պատճառով։ Իսկ ինչ քոլեջ էր դա։ Մասնագիտական ինչ ուղղվածության քոլեջ էր։ Համ պովորական կա, համ ոսկերիչ կա, համ դերասան կա։ Այդ 3 հատա, չէ։ Հենց այդ քոլեջն է ավարտել ավագ մեծը սա։ Սուրենը մի փոքր ոնց հասկացանք, ինքը մի քիչ այսպես ասած հետևելու կարիք կա իրեն, որովհետև ինքը կամակոր է ավելի։ Երևի դա նրանց է տան փոքրն է, բայց ինքը ասեց, որ Ինձ թվում է Սուրենի հային չէ ասող չի եղել պարզապես։ Եթե նա չֆուտբոլ ասեր հայրիկին, կարողացել է դաստիարակել, որ իր հետ ֆուտբոլ նայի, դա արդեն շատ բանի մասն է խոսում։ Համենայն դեպս, երբ որ ես իրենց տանն էի, Սուրեն ինձ խոստացավ, որ եթե իրեն տեղավորեն ինչ-որ տեղ, որտեղ ինքը, չգիտեմ, կամ ոսկերչություն կսովորի, կամ ֆուտբոլի կհաճախի, ինքը մեծ հաճույքով կգնա։ Հույս ունենանք, որ կհամաձայնվի։ Դա չեմ կարծում դժվար է, Մամիկոն։ Որևէ դժվարություն չի ներկայացում։ Եթե կամակորությունները դրանով սահմանափակվում են, ինձ թվում է շատ արագ այդ հարցը կարելի է լուծել, համարեմ։ Աստղիկի խոսքերից ելնելով ուզում եմ Սուրենին ասել հետևյալը ու շատ մեծ ցանկությամբ ուզում եմ որ Սուրեն դու իմ ասածները շատ ուշադիր լսես։ Տես ասեցին դու տան փոքրն ես, կամակոր ես, քո հային չասող չի եղել։ Կարող ես այսպես որպես տղամարդ ասել, որ այդ կամակորությունը դու շատ շուտով կարող ես դարձնել սկզբունքայնություն, այսինքն տղամարդու խոսք, որ ես կասեմ, ես կանեմ ու ես կօգնեմ իմ եղբոր ու հայրիկին։ Կարող ես։ Հա։ Իսկ իմ ասածից ինչ հասկացար, այդ սկզբունքը որտեղ պետք է օգտագործես։ Որ օգնեմ իմ հայրիկին ու աղբորս։ Միջև օգնելը ինչ պետք է անել այս դեպքում։ Սովորել։ Սովորես այնտեղ, որտեղ որ դու կգնաս։ Հայտնի պապիկներ ասում սովորել, սովորել եւ սովորել, սովորելու եւ դրա հետևանքների մասին մենք խոսենք անպայման։ Դեռ փոքրիկ դադարից հետո հայրիկ մեր եթերում մի քանի րոպեից վերադառնում ենք։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին եւ ջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը,
հարգել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Հայրիկ, կիսաբաց լուսամուտներից ներս, բարի երեկո, եթե նոր եք միացել մեզ և ծանոթացեք թեմային։ Բաքվից Երևան, իսկ հետո նաև անձնական կյանքը դասավորելու հետքերով։ Պատահական ամուսնություն ու ամբողջ կյանքում կնոջ հարազատների կողմից ընդունված չլինելու պայքար։ Իսկ կնոջ մահից հետո այսօր Ալեքսանդրը միայնակ է պայքարում։ Իր որդիների վաղվա օրվա և սեփական ապագայի համար պայքարը Ալեքսանդրին բերեց երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար։ Հայրիկ, կիսաբաց լուսամուտներից ներս։ Այս պայն ուզում եմ տաղավար հրավիրել նաև ձեր հարևանուհուն, տիկին Գայանեն Գասպարյան, ևս գալիս է, դիմավորենք։ Բարի երեկո, տիկին Գայանեն, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Թերևս ձեր աչքերն են, որ կողքից կկարողանան հաղորդել այն ճշմարտությունն, ինչ դուք այս տարիների ընթացքում տեսել եք։ Ինչպիսի հայր է եղել պարոն Ալեքսանդրը և իրականում կարողացել է կոմպենսացնել գոնե մի քիչ այս տանը կնոջ բացակայությունը։ Գիտեք, որպես հայր լավ հայր է եղել, միշտ հոգացել է, որ իր երեխաները գոնե մինիմալ ուրիշ երեխաներից հետ չմնան։ Աշխատել է, կարողացել է մինիմալ ապահովել ընտանիքի գոյությունը, այսինքն ճիշտ է, կնոջ տեղը չէր կարող տալ։ Դուք ծանոթ եք եղել, ճիշտ է տիկին Իրինայի հետ։ Մենք հարևաններ ենք, արդեն 13 տարի, իմ աչքի առաջ է մեծացել Սուրենը, նույնը նաև Ռոբերտը։ Եթե կարողացել ենք օգնել ենք, եթե չէ, բայց հիմնականում Ալեքսանդրը ինքը իր ուժերով ընդհանրապես ոչ մեկի վրա հույս չի դրել, աշխատել է գիշեր ցերեկ, որպեսզի կարողանա երեխաներին ապահովի գոնե այն մինիմալը, ինչ որ չի կարողացել մայրը տալ։ Տիկին Գայանե, միայնակ մայրերի մասին բազմաթիվ անգամ է որ խոսել և յուրաքանչյուր մայր շատ այսպես մեծ ոգևորությամբ պատմում է դժվարությունների մասին։ Պարոն Ալեքսանդրի տեսակից ելնելով մենք չենք կարողանում հասկանալ միայնակ հոր դժվարությունները որն է։ Այդ դուք որպես կին, հասկանալով այդ ամբողջ բեռը կենցաղային կրելու բարդությունը, ինչ էիք տեսնում, ինչ բարդությունների առաջ էր կանգնած Ալեքսանդրը։ Նախ սկզբնական շրջանում շատ դժվար էր, որտեղ կինը մահացել էր, 2 փոքր երեխաներ, նա պիտի աշխատեր, հետո պիտի գար կերակուրի հարցը լուծեր, երեխաներին լողացնել, խնամել, մի խոսքով լվացքը, ամեն ինչը։ Ինքան էր հոգնում, որ շատ ժամանակ արդեն չէր հասցնում, ստիպված արդեն ասում էր լավ, տիկին Գայանե խնդրում եմ, այս մի բանով, եթե հնարավոր է գոնե Սուրենին լողացնենք, կամ Ռոբերտին, եթե կարողացել ենք, օգնել ենք, եթե չէ, ինքը արել է միայնակ, հիմնականում միայնակ, միշտ մենակ է եղել։ Չարաճճի են երեխաները ասում են, և հատկապես Սուրենը, հա։ Քանի որ մայրը չի եղել, հայրն էլ անդադ աշխատել է, երեխա է, բնականաբար երևի մնացել է մենակ, մի քիչ ազատություն է ձեռք բերել, բայց չի ասի չարաճճի, եթե Սուրենի հետ կարողանանք լավ խոսենք, շատ ժամանակ որ ես ասել եմ Սուրեն ջան, այս մի բանը սենց պիտի արվի կամ արի ես ինչ մի տեղի գնանք միասին մեր երեխաների հետ, ինքը մեծ հաշվիկով եկել ու ինձ լսել է շատ։ Ես չէի կարող ասել, որ ինքը չարաճճ է, ուղղակի պետք է հասկանալ։ Ասենք մոտեցման ձևը, բնականաբար բոլոր երեխաները լինում են չար, բայց իր դեպքում ինքը մի քիչ ուրիշ է, ճիշտ է, չար է, բայց եթե լավ խոսում ենք, լսում է, ընդունում է, շատ ժամանակ պատահել է, որ տեսել է հայաթում տատիկներ կան, վազելով գնացել օգնել։ Իսկ երեխաներից երբև չեք լսել, որ մայրիկի բացակայության հետ խնդիր են ունեցել, մայրիկ են ուզել։ Չեմ լսել մայրիկ են ուզել, որտեղ հայրը աշխատել է, որ լրացնի, որ երեխաներ պակաս ինչ-որ մի բան չունենան։ Տիկին Գայանե, արդյոք հայրը կկարողանա մոր տեղը լրացնել մայրը առհասարակ, հայրիկի տեղը։ Հայրը չի տա մոր տեղը,
Բայց ինքը աշխատել է գոնե մինիմալ ապահովի երեխաներին, որ երեխաները չզգան այդ պակասը։ Հետո Ռոբերտին մորաքույրը տարել էր իր մոտ ընդեղ էր մնում, գյուղում, ընդեղ միջև 4-5-րդ դասան դպրոց գնաց, միայն Սուրենն էր Ալեքսանդրի մոտ, ոնց որ ինքը մի կերպ կարողացավ այդ վիճակից դուրս գալ, հետո նոր Ռոբերտը եկավ։ Վարուժան, ինձ թվում է մեզանից ամենաշատը դուք կկարողանաք մտնել իրավիճակի մեջ, մենք գուցե եւ վերացական, հա, թվացial կարող մեզ ուղղակիորեն դնենք այդ իրավիճակի մեջ, բայց ձեզ որևէ կարիք չկա դա անելու։ Այնքան հուզիչ է, որ թեման անverջ կարելի է երկար պատմել, ինչպես փոխարինել մորը, առավոտները շոյելով, ուղարկելով, գուրգուրելով, ինչպես ամուր հայր լինել։ Ես չեմ ուզում հիմա սենտիմենտալ զգացմունքային ֆոնը շատ բարձրացնել, որպեսզի կոնկրետ խնդրից չհեռանանք։ Չեմ ուզում պատմել այն դժվարությունները, որ կրում են ցանկացած միայնակ եւ մայր եւ հայր։ Ամեն ինչի պակասությունը բերում է դրա հաղթահարմանը, որ մարդը փորձի դա որդու մեջ գտնել, տեղափոխել, աճեցնել, զարգացնել, շատ դժվար է դա, ուղղակի բառերով նկարագրելի չէ այս պահին։ Հաճախ պետք է երգել, այդ բարությունը, որ տեսնում եմ, տղայի նկատմամբ հոգատարություն է, անընդմեջ հոր կերպարը։ Եթե այդ տղան չփոխհատուցի աշխատասիրությամբ, Հրաչ ջան, ես պետք է համարեմ, որ լավ տղա չես, որպես հայր եմ ասում։ Օր ու գիշեր պետք է փոխհատուցես, իսկ այսպիսի հարևանուհին, որ ունենք, մայրական եւ չգիտեմ մանկավարժական գուրգուրանք է ամբողջությամբ իրենից եւ խոսելը եւ նկարագրելը եւ այնքան նրբորեն է նա կարողանում հասկանալ երեխային, երնեք այսպիսի հարևանուհիներ ունենա բոլորը իսկապես առհասարակ բոլորը խորհուրդ են տալիս միայնակ տղամարդկանց միանգամից երկրորդ անգամ կյանքը փորձել դասավորել եւ կնոջ նոր կին բերելով այդ տուն, հա, օջախ ավելի ամուր պահել, տաք պահել, որտեվ կինն է կարողանում համախմբել, հա, օջախի բոլոր ներկայացի։ Հարգելի հոգեբաններ, ինչով է պայմանավորված տղամարդու այդ որոշումը, հա, որ օտար կին չի կարող լինել իր երեխաների համար մայր, ինչը պարոն Ալեքսանդրն էլ շեշտեց։ Պատճառները բազմազան են եւ ոչ ամենաթեթևներից ես կսկսեմ, բայց կգնամ դեպի ամենաամուր պատճառները։ Պատճառներից մեկը մեղքի զգացումը կարող է լինել հանգուցյալ կնոջ նկատմամբ։ Պատմությանը խորապես ծանոթ չլինելով, Ալեքսանդրին ուղղակիորեն կհարցնեմ, Իրինայի ոչ վաղ հայտնաբերված հիվանդության մեջ ձեր մեղքը ունեք։ Չէ։ Իսկ կարող էիք ըստ ձեզ, հետո որ նստել եք, մտածել եք, կարծում եք կարող էիք։ Բաղոս, նստել եմ, մտածել եմ, գրացել եմ։ Այսպեսի մի կոնկրետ հարց է տալիս մեր մասնագետը, ասում է հիմա պատրաստ եք ամուսնանալ։ Իրանք արդեն չեն ընդունի։ Ինչ չեն ուզում, խնդրում եմ բացատրեք։ Չի ընդունի, ասում եմ այրիկ։ Նորմալ, կուզես պապայիդ կողքը կին հայտնվի։ Ինչի։ Դու քո մասին ես մտածում միայն։ Տես, հայրիկդ էլ խնամքի կարիք ունի, չէ։ Գուցե այդ կինը գա, դու մեծանալու ես, ամուսնանաս, քո ընտանիքը կազմես, իսկ պապան մենակ է դեռ մնալու։ Չես մտածել, բացի քեզանից, որ պապայի մասին էլ պետք է մտածել։ Ես մի բան, հա, Հրաչ ասեմ, երևի այս վիճակում գտնվող մարդիկ շատ ավելի դժվար են գնում փոփոխությունների։ Իրենք արդեն հարմարվում են իրենց վիճակի հետ։ Դրա համար նա բարիկը չի կարող պատկերացնել, որ ինչ-որ մի կին կգա այդ ընտանիք եւ կլինի մամա։ Դա առաջինը ինչը որ կուզենա ասել։ Երկրորդը ըստ երևույթի Ալեքսանդրը առհասարակ շատ հետաքրքիր կերպար է, որը հայտնվել է Հայաստանում, որը իր համար հայրենիք լինելով հանդերձ, ոնց որ ցանկացած փախստականի այդ կերպարով հայրենիք լինելով հանդերձ համենայն դեպս օտար տեղ է։ Սովորաբար, երբ որ տղամարդը մնում է սովորաբար, հա, դեպքերից մեկը, երբ որ նա մնում է առանց կին, բարեկամներն են սկսում զբաղվել նրանով, որ մի հատ աղջիկ են ման գալիս, հա, որը համապատասխան ձևով կարող է տանը մնացած եղել, երեխա չի ունեցել եւ
երկուսի համար էլ լավ է լինում, մանավանդ երբ որ երեխաները փոքր են, նա չի ունեցել այդպիսի մարդ, որը կարողանա միջամտել եւ աջակցել իր ընտանիքի ըստ երևույթի։ Եթե ես սխալվում եմ, Ալեքսանդրը իհարկե ուղղում է։ Սովորաբար նա դրա հետ միասին ինչ որ բաները, թե ամեն օրվա աշխատանքը միջև ուշ կամ իրան արդեն այդ ծանր վիճակում, որովհետեւ Հայաստանում մենք ունենալով դե ժամանակին հիմա ահագին պակասեցին փախստականներ, արդյունքում ոչ ոք փախստականները հոգեբանությամբ եւ հետևանքներով այդ փախստական լինելու ոչ ոք այդքան խորը չի ուսումնասիրվել։ Այդ դրա համար երևի այդ պատճառներն են, որ Ալեքսանդրը չի ամուսնացել։ Երևի։ Կագդումայցիա բրավա։ Ներողություն, ես մի բան էլ ասեմ, իհարկե Ալեքսանդրին չի վերաբերում, իմ ամբողջ կատարած այդ ուսումնասիրության ժամանակ, երբ որ ես գտել եմ Երևանում ապրող միայնակ հայրերին, նրանց մեծ ամասնությունը երկրորդ անգամ ամուսնացած եւ կնոջը կորցրած տղամարդիկ են, այսինքն հաջորդ ամուսնությունը կլինի իրենց համար երրորդը։ Կան միայնակ հայրեր, ես այցելեցի մի ընտանիքի, այո, որի հայրը Ընտանիքի հայրը 76 տարեկան էր եւ ուներ 15-ամյա որդի եւ երկրորդ սրտի վիրահատություններ տարել եւ ասում էր, որ ինքը չի մահանում, որպիսի երեխաները մենակ չմնան։ Այսինքն 76 տարեկանում երրորդ անգամ ամուսնանալ տղամարդու համար կարծում եմ այնքան էլ հեշտ խնդիր չի։ Իհարկե Ալեքսանդրի դեպքում հնարավոր է, որ երկրորդ ամուսնություն ուղղակի ես շատ կուզեմ, որ ուշադրություն դարձվի այն սոցիալական վիճակին, որտեղ ապրում են իրենք, որովհետև դա իսկապես անմարդկային է ու բոլոր փախստականները այդտեղ ապրող խոսքս Թբիլիսյան խճուղու հանրակացարաններում ապրող մարդկանց մասին է, իհարկե նաև Էջմիածնում, որտեղ իրաքահայերն են եւ սիրահայերը, այդ խնդիրը շատ ակտուալ է։ Եվս մեկ դադար, որից հետո մենք գալիս ենք ընդհանրացնելու այն հարցը, ինչ այսօր բարձրացրել ենք միայնակ հայրերը կիսաբաց լուսամուտներում եւ նրանց խնդիրները։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Բաքվից Երևան, իսկ հետո նաև անձնական կյանքը դասավորելու հետքերով։ Պատահական ամուսնություն ու ամբողջ կյանքում կնոջ հարազատների կողմից ընդունված չլինելու պայքար։ Իսկ կնոջ մահից հետո այսօր Ալեքսանդրը միայնակ է պայքարում։ Իր որդիների վաղվա օրվա եւ սեփական ապագայի համար պայքարը Ալեքսանդրին բերեց երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար՝ Հայրիկ, կիսաբաց լուսամուտներից ներս։ Հայրիկ, կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք տաղավար, հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Իդեպ այսօրվա ընտանիքը եւս բացառություն չէ։ Կարող եք անվանական դրամական օգնություն ուղարկել նրանց այն հաշվեհամարներով, որոնք տեսնում եք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում, կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգարեք թեժ գիծ 060 50 33 17։ Տիկին Ծատուրյան, դուք այլ կերպ տեսնում եք տղամարդու այդ երկրորդ կինչը բերելու տուն պատճառը։ Այսինքն այլ հարթությունից կարող ենք նայել, դա բացի մեղքի զգացողությունը, դա բացի
բարեկամների պակաս ով չի ուղղորդում։ Իհարկե, օրինակի համար նա փողը ես հասկացա Ալեքսանդրը այնքան սակավ փող է աշխատել, որ հազիվ երեխաներին էր հասցնում։ Նա կին բերելու համար գոնե ինչ որ ներդրում չէ, նաև պետք է կատարեր, որ կարողանար ամուսնանալ երկրորդ անգամ։ Նա գուցե եւ դրա հնարավորություն եւ նա արդեն պապա մամա լինելով հանդերձ նա չէր պատկերացնում, որ իր երեխաների բերանից նա կարող է կտրել։ Գուցե դա էլ է որը չի խոստովանում որպես տղամարդ։ Գուցե այդ է եղել, որովհետեւ այո, մենք ավելի ստերեոտիպիկ է կարծրատիպով շարժվելով, մենք ավելի մի տեսակ միայնակ մայրերին ենք սովոր համենայն դեպս հասարակությունը, բայց միայնակ հայրն էլ, գիտեք, ինքը այնքան, ինչ ասեմ, այնքան հետարքիր ու շատ խիստ դրական երևույթ է եւ շատ հարգանքի արժանի ահավոր, որովհետեւ սովորաբար կինն է զոհը լինում, բայց երբ որ տղամարդն է զոհաբերում իր ամեն ինչը, ստեղ նա դառնում, այդ տղամարդիկ դառնում են ուղղակի քանդակներ։ Ես կարծում եմ յուրաքանչյուր միայնակ հոր համար կնոջից նման խոսք լսելը, Վարուժան, դա մեծ պատիվ է։ Ես Հրաչ ջան, թույլ տվեք, խնդիրը նոր է, այս առաջին անգամ եմ ես մեր հաղորդաշարում տեսնում նման թեմա։ Այս դեպքում խնդիրը հեշտ է։ Ինչու՞, որովհետև ձեր կինը չկա։ Երեխաները չեն տեսել մորը։ Շատ առավել բարդ է, երբ բաժանված ընտանիքում կա այն կողքում ապրող, առանձին ապրող մայր, որը ահավոր է այդպիսի պայմաններում հաճախ բերել ինչ-որ հավասարակշիռ վիճակի։ Դա եւս ուսում հաճախ ամեն ինչ անում է, որ հոր եւ երեխայի հարաբերությունները, այո, լինի որպես ռազմադաշտ։ Այս դեպքում ձեզ ընդամենը փոքրիկ աշխատանք է պետք, սեփական էգոիզմ կոչենք, անունն ինչ է, չգիտեմ, հաղթահարել եւ փորձել տեսնել այնպիսի մի գեղեցիկ հրաշալի անձնավորություն, ինչպիսին հարևանուհին է։ Կարող է ձեզ մայր լինել։ Շատ կներեք, չէ, ես օրինակ եմ առանց կարող է հարևանուհին իր ընտանիքն ունի, խնդրում եմ այդ ընտանիքի հետ գործ չունեք։ Ես ընտանիքի մասին չէ, ես երեխային թույլ տվեք բացատրեմ։ Սուրեն, չէ։ Սուրեն ջան, այդպիսի բարի, այդպիսի հոգատար, արարած, ինչպիսին մայրն է, կինն է, որը դու դեռ չես տեսել։ Կարող է նման լինել ձեր ուղակի ձեր հարևանուն, իր բարությամբ, իր հոգատարությամբ, հասկացար ինձ, այդ դրա պակասն ես դու ունեցել։ Հարգելի հոգեբաններ, ես բազմիցս հիշում եմ, որ դուք օրինակ էիք բերում, երբ որ ընտանիքում ճիշտ չէ մոդելը, հոր, մոր, դուք ասում եք, որ այդ ընտանիքից դուրս եկած աղջիկը չի պատկերացնում ճիշտ ամուսնական կյանքը եւ չի պատկերացնում ամուսնու դերը ու մնացած բոլոր հանգամանքներն ու այդտեղ ընդհանուր լեզու գտնելը այրուկին դժվար է ավելի դառնում։ Նույնը այս դեպքում պիտի լինի, չէ՞։ Ընտանեկան ոչ ճիշտ մոդելի մասն է խոսքը եւ տղաները դժվար պիտի ավելի ադապտացվեն ամուսնական կյանքին։ Իսկ դա սարերի յետևում չէ։ Նայելով Սուրենին, հասկանում եմ, որ նրա դեպքում հատկապես։ Ես Աստղիկի հետազոտության մասին էի մտածում, որը որ ուղիղ համատական է ձեր ասածին։ Այսինքն ինչ է ստացվում, անգամ երկրորդ անգամ ամուսնություն, որը որ կարող է տղամարդուն թողնել միայնակ։ Մենք այստեղ գործ ունենք անդադ պտտվող անիվի մեջ, որից մարդը չի կարողանում դուրս գալ։ Եվ այդ պարագայում միայնակ հոր մոդելը դառնում է այն, որ սա իմ խաչն է եւ ես սա պետք է կրեմ։ Եվ նա դա փորձում է անել պատվախնդրությամբ, սեփական ինքնասիրությունը շատ բարձր պահելով եւ այն, որ հերթական անգամ ես չեմ ուզում այդ վիշտը տանել, այդ միայնակ մնալու կորուստը կրել, բայց ինչ վերաբերում է մոդելին, այստեղ շատ հետաքրքիր մեծ ճակատագրեր են սպասում հանձինս Ալեքսանդրի որդիների, բայց նաեւ կարծում եմ հետաքրքիր ընտանիքից է դուրս եկել Ալեքսանդրը ու կարծում եմ, որ առանց հարցնելու մենք կարող ենք պատկերացնել, որ այնտեղ շատ ամուր ընտանեկան կապեր են եղել այն առումով, որտեղ որ հայրը հայր է, իսկ մայրը մայր է։ Սուրենը եւ եղբայրը պետք է կարողանան հաղթահարել այն, ինչու եմ ասում պետք է, որովհետեւ հայրը կարծում եք գենետիկ է փոխանցվում։ Ոչ թե կարծում գենետիկ է փոխանցվում, այլ կարող եմ այդ տագնապն ու վախը սոցիալապես փոխանցված լինի, որ իրենց հետ նույնպես դա կարող է տեղի ունենալ։ Մենք ժողովրդական այնպիսի ասացվածքներ ունենք, որոնք որ մեզ համար գենետիկ հիշողություն են դառնում։ Մոր թախտ,
աղջկա բախտ։ Այսինքն այս տարբերակում շատ գովելի է այս հաղորդաշարը, ես շնորհակալ եմ այստեղ լինելու համար ձեզ, որ միայնակ հոր կերպարը թույլ եք տալիս մոտենալ եւ վերլուծել հենց հոգեբանության։ Ես եմ շնորհակալ հաղորդման անունից ներկա լինելու ես համար։ ասեմ հետեւյալը Մարիամի անալիզից հետո, որ Ալեքսանդրը հիմա հասկանում է եւ Սուրենին է դա անընդհատ ասում, որ նա ոչ մի բանից այլևս չի վախենում, որտեղ բարիկ ջան, վախը դա ենթադրածին, պատկերացրածին եւ պատրանքին հավատալն է եւ քո հարսանիքին ամբողջ կիսաբաց լուսամուտը անձնակազմով եւ բոլորով կլինի ու դու այլևս դուք երեքը չեք, դուք այսքան եք, ձեր եսը փոխադրվում է մենքով, այ դու նաեւ դա ես հիշում, գիտես ինչ, ամեն մեկիս կյանքում տարբեր փորձություններ են սպասում, ստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ես ինչքան կամ, որ այդ փորձությունը հաղթարեմ, պապած շշմելու ձևով փորձությունը հաղթարում, իսկ ով չի ունենում փորձություն, հասկանում ես, մարդկա, որը ունենում է մամա եւ դա էլ է փորձություն իր համար, դու դա իմացի։ Ներողություն, ես մի բան էլ Խնդրեմ Աստրիկ։ Անկեղծ ասեմ, ես այդ ապագայի վախը իրենց ընտանիքում չեմ տեսել, որտեվ երբ որ ես նրանց տանն էի, Ալեքսանդրը ինձ ասեց, որ ավելի բարձր աշխատավարձով, իսկ ես ուզում եմ նշել, որ ինքը Իմաստանում է 64,000 դրամ աշխատավարձ ընդամենը։ Ասեց, որ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք է ուզում, որ կարողանա Ռոբերտին բանակից հետո ամուսնացնել եւ տուն վարձել։ Այսինքն այդ վախը կարծում եմ իրենք արդեն հաղթարին է։ Վախը հաղթարվում է հաջորդ սերնդի երջանկության միջոցով։ Եթե մտածում են ամուսնության մասին։ Տեսեք, սա պարոն Ալեքսանդրի մտածմունքը կրկին տրամպլինի վերաբերյալ է, որպեսզի ստեղծի հիմք նոր ընտանիքի եւ ենթադրում եմ, որ այդ խոհարար որդու վրա պարտականությունները, որոնք դրված են, պիտի կարողանա կատարի։ Ամեն դեպս պարոն Ալեքսանդրը այդ հույսերն ունի։ Այո, մամիկոն, Եվ հենց այս գեղեցիկ նոտայով անցնենք միանգամից առարկայական խոսակցության, հենց հաղորդումից հետո ձեր տղայի, ես իմ համարը կտամ, ձեր տղան թող վաղը անպայման ինձ հանդիպի, որովհետև իմ ընկերներից մեկին անհրաժեշտ էր խոհարարի օգնական եւ անմիջապես աշխատանքի կտեղավորի։ Ինչպես նաև անմիջապես հաղորդումից հետո նորից այդ ձեր տղայի հետ ես արդեն կպայմանավորվեմ, Սուրենին փաստաթղթերը թող հետը բերի, երբ որ մենք պայմանավորվենք իր հետ։ Ես վաղը չեմ մյուս օրը արդեն կգնանք Սուրենին այդ արհեստի դպրոցա, քոլեջա, որպեսզի մի հատ տեսնենք, եթե մարդ պետք է գնա արհեստ ստանալու, ես չեմ հասկանում գնահատականը ինչով է մարդուն խանգարում արհեստում վարպետանալու հարցում։ Մենք անպայման ես ինքը Սուրենի հետ կգնամ։ Շատ լավ մամիկոն, ես ինքս էլ կսպասեմ արդեն ձեր արձագանքին։ Վարուժան, մի հարց, որը համենայն դեպս մտատանջում է պարոն Ալեքսանդրին եւ նա հատկապես ուզում է դրա շուրջ ուշադրությունը կենտրոնացնել։ 11 տարի է անցել Իրինայի մահից հետո, բայց երեխաները դեռևս գրվում են Իրինայի ազգանվամբ։ Աղասյանց եւ այսօր հայրը անկախ նրան, որ բազում տարիներ են անցել, ցանկություն ունի փոխելու եւ հայրական ազգանունը տալու հայրություն ճանաչելու։ Պարտավորվում եմ զբաղվել եւ լուծել։ Դե պարոն Ալեքսանդր, գիտեք ինչ, մեզանից յուրաքանչյուրի կյանքում դժվարություններն անխուսափելի են, մեկից մոտ մի քիչ ավել, մեկից մոտ մի քիչ պակաս, բայց երբեք ոչ մեկ դիմացինին դժվարությունների առումով կարելի է հաստատ ասել, որ չի նախանձում։ Բոլոր մնացած առիթներով մենք միմյանց պատրաստ ենք նախանձելու յուրաքանչյուր կերպ։ Ես հուսով եմ, որ ձեր իրավիճակի մեջ մտնելը շատ ավելի դժվար չի լինի, քան հնարավոր է։ Ձեզ առողջություն եմ մաղթում, որպեսզի կարողանաք նպատակին հասցնել այն որդիներին, որոնց արդեն մեծացրել եք, եւ հասցնելու այն կետին, որը ձեր որդիներից եւ ամեն մեկի համար երազել եք։ Շնորհակալություն բոլորին ուշադրության համար։ Հարգելի հեռուստադիտող, մենք եւս կարող ենք կանգնել այս ընտանիքի կողքին, նրանց փոքրինչ աջակցելով։ Այսօր մենք կարող ենք նրանց օգնել, վաղը մեզ կարող են օգնել։ 060 50 33 17։ Մենք սպասում ենք ձեր առաջարկներին։ Այսօր այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։